Գիտության տարբեր ոլորտների եւ սերնդի ներկայացուցիչները մեկ հարթակում։ Արդեն 4-րդ տարին Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի աջակցությամբ անցկացվում է ամենամյա ամփոփիչ գիտաժողովը։ Այս անգամ Դիլիջանում։ Գիտաժողովի հիմնական նպատակն է նպաստել մեր երկրում գիտության ճյուղերի զարգացմանը, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների եւ համալսարանների միջև նոր գործակցության, մրցունակ գիտական արդյունքի ստեղծմանը, նաեւ իրազեկել գիտնականներին հարակից ոլորտների նորագույն հետազոտություններին։ Համաժողովի իմաստը եւ մտահղացումը այն էր, որ տարբեր գիտակարգերի գիտաշխատողներ հավաքվեն, զրուցեն իրանց արած հետազոտություններից, փորձեն իրար լսել, հասկանալ, որովհետեւ մենք շատ ժամանակ ունենք առանձնացված տիրույթում գործող հետազոտություններ ու մարդիկ շատ ժամանակ չգիտեն, թե մյուս գիտակարգերում ինչ է կատարվում։ Հնգորյա գիտաժողովին մասնակիցները ներկայացնում են իրենց ձեռքբերումները, նաև Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի խոշոր դրամաշնորհային ծրագրերը։ Գիտության տարբեր բնագավառներում աշխատող գիտնականները եւ բուհերի աշխատողները հնարավորության ունենալ հավաքվել մի տեղում եւ իրար ծանոթացնել իրենց կատարված աշխատանքների ընդհանուր իդեաներ փորձել գտնել, ստեղծել ընդհանուր գիտական մթնոլորտ։ Դա խիստ անհրաժեշտ է բոլոր ուղղություններով, բոլոր նկատառումներով, հնարավորություն կտա ընդհանուր մոտեցումներ ձևակերպել գիտության բնագավառում աշխատելու process-ին, որպեսզի ստանդարտները մոտիկանան իրար։ Ուզում եմ նաև այդ ընդհանուր նպատակներ ձևավորելու խնդիրը, որը խիստ անհրաժեշտ է։ Գիտական միջավայրում առաջնային է նաև սերնդափոխության խնդիրը։ Վերջին տարիներին գիտության հանդեպ նկատվում է երիտասարդների հետաքրքրության աճ։ Գիտաժողովին 30 ուսանող հետազոտող հնարավորություն ունի ներկայացնելու իր աշխատանքը։ Բոլոր մեր մրցութային ծրագրերում պահանջ կա երիտասարդ գիտաշխատողների ներգրավման, շատ կարևոր օրհասական դա հարց է, որովհետեւ մեր համակարգը շատ է կրճատվել մարդկանց քանակը գիտության ոլորտում եւ այս իմաստով պետք է շատ ինտենսիվ երիտասարդների ներգրավել ոլորտ։ Ու մենք արդեն 3-րդ կամ 4-րդ տարին ունենք գիտնականների թվի աճ, բայց այդ աճը այն արագությամբ չի։ Փոխադարձ փորձի փոխանակման նաև բան ունի, ենթաշերտել ունի սա։ Ըստ Սարգիս Հայոցյանի ամենամյա գիտաժողովի 4-րդ տարին արդյունավետ էր, իսկ հեռանկարային առումով ավելի շատ սպասելիքներով։ Վարդուհի Արզումանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։